Ժողովուրդ տեսակ այսօրվա հավաքված հայտնաբերված զենք զինամթերքը նկարներով տեսակ Բագրատի ու իր մտերիմների մոտից էին հայտնաբերել, որ ասում էին ձայնագրության մեջ էլ հայտնի մի երկու հոգու պատերի տակ կսպանենք, փողը կտանք ընտանիքներին կկոմպենսացնենք։ Իրանք գիտեն թե բոլոր ընտանիքները իրանց նման վիժված սրբապիղծ են։ Այդ հայ ընտանիքներում շանկատ չեն կերել, Բագրատ քո նման։ Դու մարդուկատ չես կերել, մորկատ չես կերել, դու շանկատ ես կերել, որ մտածում ես կարողա փողով զոհվածներին գնես։ Ու քեզ հավատացողներին էլ որ էշ ես անվանում, միտեղ էլ ճիշտ ես անում, որովհետև մենակ էշը կարար քեզ հավատար, կամ անասունը կարար քեզ հավատար, ոնց որ դու ես անասուն անվանում ու քո կողքի կանգնածները, քո շրջապատը, որ անասուն եք անվանում ձեզ հավատացող ժողովրդին։ Մի պահ կար 30,000 հոգի մարդ էր առաջի օրը անցած տարի հավաքվել, այդ 30,000-ին էլ էշ կամ անասուն եք անվանում։ Ով ընդդիմադիր հայացքներ ունի, էշ եք ասում։ Ու այդ մարդիկ ձեր խելքին ընկած, ձեր նման վիժվածքի, շանկատ կերած վիժվածքի խելքին ընկած, Նիկոլ Փաշինյանին էին քննադատում, ընտանիքին էին կպնում, ամենասրբապիղծ ձևերով, ուզում էին ինչ-որ մոդայիկ Երևան առանձնացող մտքեր ունեցողներ Երևան իրանց դրել էին ընդդիմադիրների տեղ, թող իմանան, որ իրանց այդ ում որ երկրպագում էին, ում որ տրել էին լիդերը տեղ, իրանց էշ է համարում, թող լավ իմանան այդ մարդիկ, ու իմանան թե ում խելքին են ընկնում ու դուրս են գալիս պետության ու պետականության դեմ, ում արյունն էիք ուզում թափեիք, հայ արյուն էիք ուզում թափեիք, հայ ընտանիքներ էիք ուզում ողբերգություն մտցնեիք, սուկ մտցնեիք, հայ երեխեքի էիք ուզում որբ թողայիք, քիչ էր էս պատերազմը ու զոհերը, մեզ մի հատ էլ դուք էիք ուզում ավելացնեիք, ինչ էիք ուզում հասնեիք, մինչև մեր պետականությունը կորցնենք, ու հիմա այսքանից հետո ոչ մի բան չի մնում մեզ, քան նորից եմ կրկնում ու նորից խնդրում եմ, միավորվենք մեր պետության, մեր իշխանությունների շուրջ ու թույլ չտանք, որ ասենց վիժվածքները, շանկատ կերած վիժվածքները, որ ընտանիքից դուրս չեն եկել, գոմից են դուրս եկել ու երևի ինչ-որ կովից էլ հիբրիդ են եղել կամ ինչ-որ մի հատ ուրիշ կենդանուց հիբրիդ են եղել, այդ հիբրիդները հանկարծ չգան, ձեր ուղեղները չլցնեն, չհանեն մեր պետության դեմ, այն պետության, որի համար մենք այսքան զրկանքներ ենք կրել։ Սիրելի ժողովուրդ, վստահ եմ արդեն տեսել եք, թե Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես է կանխել նախադեպը չունեցող մի այլանդակ վտանգավոր ահաբեկչության փորձ, որի նպատակը ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հիմքերից պայթեցնելն էր։ Դրանից հետո հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ, որպես գրոշ օտար կենտրոններին հանձնելն էր։ Այս այլանդակ վտանգավոր ահաբեկչական նախագծի ղեկավարներն ըստ էության իրենց սրբազան հրճակած սրբապիղծներն էին, որոնց որ օրհնել է Կտրիչ Ներսիսյանը։ Այս վտանգավոր ահաբեկչության մեջ բնականաբար իրենց կանոնակարգված դերակատարումը պիտի ունենային տարբեր տրամաչափի օլիգարխ բարերարներ, օտար կենտրոններից Հայաստան գործուղված մարտագլխիկներ, որոնք պիտի պայթեցնեին մեր պետության հիմքերը։ Եվ այդ պայթյունի, պետության պայթյունի գինը պիտի վճարել էլի պիտի վճարել հայ ժողովուրդը, որովհետև այդ մարդիկ պետությունը կազմալուծելուց հետո ստանալու են իրենց վարձատրությունը եւ վայելելու են իրենց վարձատրությունը համապատասխան վայրերում եւ ժողովուրդը նորից հայտնվելու էր կոտրած տաշտակի առջեւ։ Ձայնագրություններում նշվում է, թե նրանք ոնց էին պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, քաոս ստեղծել երկրում, տապալել հասարակական կարգը, խուճապային տրամադրություններ տարածել, թե ոնց էին նրանք մարդկանց ընդամենը վերաբերվում որպես մոլոտովի կոկտեյլներ, որոնց պետքա շպրտեին պետության վրա ու պայթեցնեին այս պետությունը։ Բարեբախտաբար իրավապահ համակարգը կանխել է այս այլանդակ ահաբեկչությունը։ Բոլորը պետքա պատասխանատվության ենթարկվեն, քրեա իրավական, քաղաքական, հասարակական, բարոյական։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, անդառնալիորեն եւ անշրջելիորեն։ Ժողովրդից ոչ ոք չի կարող խլել իր իշխանությունը։ Սա պարզապես առօրյա քաղաքական պայքար չէ։ Մենք կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության համար, որովհետև այն ուժերը ռոբասերժական, կտրիչ ներսիսյանական, օլիգարխիական, այսպես կոչված բարերարական ուժերը, որոնք որ այս նույն շրջանակի, այս նույն շղթայի տարբեր օղակներն են, ըստ էության պայքարի են դուրս եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ Հայաստանի պետականության դեմ։
եւ նրանք բոլորը հատ ջախջախվելու են, ջարդուփշուր են լինելու եւ պատասխանատվության են ենթարկվելու։ Հայաստանի Հանրապետությունը իշխանությունը պատկանում է ժողովրդին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեք երբ որ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, Հայաստանի Երևանի որոշ խանութներում սկսեց դրսևորվել այսպես կոչված խուճապային գնումների մի process, ազգային ժողովում նույնիսկ փորձ արվեց ներկայացնել այնպես կարծես թե ամբողջ Հայաստանում բոլոր խանութներում հիմա խուճապ է, սակայն կարճ ժամանակ անց հենց վարչապետի կողմից եւս դա հերքվեց, բայց ես ցանկանում եմ նշել, որ այս խնդիրը զուտ հայկական խնդիր չէ, կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի գրեթե բոլոր երկրները, որտեղ որ կա է կորոնավիրուսը, ըստ էության նաև առերեսվում են այս panic buying-ի կամ խուճապային գնումների այս process-ին, եւ ես այդ իմաստով ուզում եմ մի քանի բան ասել։ Հոգեբանության մեջ կա այսպիսի մի սինդրոմ, որ կոչվում է FOMO սինդրոմ, fear of missing out, կամ հայերեն թարգմանում են բաց թողնված օգուտի սինդրոմ։ Ինչ է սա նշանակում, հա, երբ որ մարդն ասում է, մտածում է, որ եթե բոլորը գնում են, եթե բոլորը առնում են, նշանակում է դրա համար կա շատ կարևոր պատճառ, ուրեմն ես էլ գնամ առնեմ, ուրեմն հանկարծ ես բաց չթողեմ այդ կարևոր բանը։ Այսինքն մարդու վախը, որ ինքը կարող է ինչ-որ կարևոր մի բան բաց թողել, նրան ստիպում է, որ նա կատարի այն գործողությունը, որն անում են մյուսները, եւ սա շղթայաբար բերում է նրան, որ մեծ քանակությամբ մարդիկ կատարում են նույն գործողությունը, ելնելով իրենց վախերից։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր ծուղակի մեջ ենք մենք հայտնվում, հա, որովհետև այդ վախը ինչի վախն է, հա, չհիվանդանալու վախը, կորոնավիրուսով չհիվանդանալու ի վերջո դրանից խուսափելու վախը մեզ ստիպում է, որպեսզի մենք միևնույն ժամանակում հայտնվենք միևնույն տեղում չափազանց մեծ քանակությամբ մարդկանցով, ինչը ինքնին արդեն իսկ հիվանդանալու ավելի մեծ եւ վարակվելու ավելի մեծ ռիսկեր է ստեղծում մեզ համար։ Այսինքն մենք ցանկանում ենք մեզ ապահովագրել ռիսկերից, գնումներ կատարելով, եւ դրա պատճառով մենք մեզ դնում ենք ավելի մեծ ռիսկի տակ։ Փոխարենը մենք կարող ենք օրինակ փորձել գնումներ կատարել ավելի փոքրիկ խանութներից, փորձել գնումներ կատարել օրինակ առավոտյան շուտ կամ ավելի ուշ ժամի, օրինակ կեսգիշերին։ Ես օրինակ 3 ազգային ժողովի նիստից հետո երբ որ վերադառնում էի տուն, արդեն կեսգիշերն անցել եւ ես նոր-նորքի խանութներից մեկից գնեցի թարմ տաք հաց, որը ես այսպես հաճելիորեն զարմացել էի, բայց փաստորեն հնարավոր է, որ նման ուշ ժամերի եւս Երևանից, Հայաստանից գնել հաց, գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ կարելի է պարզապես գնալ մյուս ճանապարհով, ոչ թե տեսնել, որ եթե բոլորով հավաքվում են նույն տեղում, մենք էլ այնտեղ հայտնվենք, այլ մենք փորձենք գնումներ կատարել փոքրիկ խանութներից, գնումներ կատարել ոչ այսպես պիկ ժամին եւ ըստ էության դրանով մենք մեզ ավելի շատ կապահովագրենք, քան թե մյուս դեպքում։ Ընդ որում սոցիալական ցանցերը եւս էապես նպաստում են այս բաց թողնված օգուտի սինդրոմի դրսևորմանը։ Երբ որ օրինակ դուք նստած եք եւ Facebook-ում այսպես թերթում եք Facebook-ը եւ տեսնում եք, որ ասենք մի քանի 100 հոգի տարածում են նույն մի քանի նկարը, ասենք օրինակ 500 հոգի պայմանականորեն տարածում է 3 նկար։ Ընդ որում այդ 3 նկարն էլ կարող են լինել նույն սուպերմարկետից։ Մեկը լինի, ասենք, դրամարկղի կողքից, մյուսը լինի դատարկ կամ կիսադատարկ ցուցափեղկի մոտից եւ այլն։ Եվ մարդկանց թվում է, թե բոլոր խանութներում, բոլոր սուպերմարկետներում հիմա այդ նույն վիճակն է։ Եվ արդյունքում մարդկանց մոտ միանում է այդ սինդրոմը, հանկարծ բաց չթողնեմ այս կարևոր ուրեմն իրադարձությունը եւ բոլորը շղթայական ռեակցիայով հայտնվում են ըստ էության նույն ծուղակի մեջ եւ ես կարծում եմ, որ մենք պիտի առերեսվենք այս խնդրին, մենք պիտի հասկանանք, որ սա նորություն չէ, որ աշխարհը վաղուց արդեն բազմաթիվ անգամներ ամենատարբեր ճգնաժամերի ժամանակ բախվել է նման խուճապային, այսպես կեղծ եւ իրացիոնալ իրավիճակների հետ, որ աշխարհում վաղուց արդեն գիտականորեն բացատրություն ունեն մարդկային վարքի նման դրսևորումները եւ մենք այս ամենը իմանալով պիտի ամենևին չտրվենք խուճապային գնումների, որովհետեւ թե Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, թե
պատկան մարմինների եւ կառավարության կողմից արդեն բազմիցս նշվել է, որ Հայաստանում կա բավարար քանակությամբ պարեն եւ որը բավական երկար կբավարարի Հայաստանի Հանրապետության բնակչությանը եւ ըստ էության պիտի զերծ մնալ խոճապային գնումներից եւ չպիտի հայտնվել խոճապի թակարդի մեջ ու նաեւ չպետք է տրվել որոշ մարդկանց երբեմն միտումնավոր, իսկ երբեմն գուցե ոչ միտումնավոր այսպես սադրանքներին Հայաստանում ստեղծելու կեղծ այսպես խոճապային տրամադրություններ։ Ես այս փոքրիկ օրինակով պարզապես եւս մեկ անգամ ցանկանում էի նշել, որ եկեք լինենք ավելի զգոն, ավելի սթափ, ավելի կազմակերպված, ճգնաժամերի իրավիճակում դրսևորենք ավելի հավասարակշիռ պահվածք, որովհետև ճգնաժամերի պատմությունը եւ մարդկության պատմությունը գալիս են ապացուցելու, որ նման իրավիճակներում հաղթող են գտնվում այն հասարակությունները, որոնք որ կարողանում են լինել ավելի կազմակերպված, չկորցնել իրենց, չտրվել իռացիոնալ դրսևորումներին եւ իսկապես, ինչպես նաեւ երեք նշեց վարչապետը ազգային ժողովում իր ելույթում, սա ճգնաժամ է, որից մենք կարող ենք դուրս գալ ավելի ուժեղացած, մենք կարող ենք դուրս գալ հաղթած, ճգնաժամը հնարավորություն կարող է դառնալ մեզ համար, բայց որպեսզի մենք կարողանանք այդ ճգնաժամը դարձնել հնարավորություն, մենք պիտի կարողանանք մտածել ոչ այնպես, ինչպես որ մտածում են բոլորը, հա, այս դեպքում մենք պիտի մի փոքր լինենք ստանդարտից դուրս, մի փոքր լինենք ավելի ստեղծագործ, որտեղ որ պետք է լինենք ավելի կազմակերպված եւ ավելի սթափ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ եկեք հետևենք միայն պաշտոնական տեղեկատվությանը, բավական օպերատիվ ռեժիմով թե առողջապահության նախարարը, թե Պարետատունը, թե Պարետը Տիգրան Ավինյանը ներկայացնում են Հայաստանում իրավիճակը, ամեն ինչ գտնվում է վերահսկողության տիրույթում եւ ուրեմն եկեք մենք էլ մեր քաղաքացիական պահվածքով, մեր անհատական պատասխանատվությամբ ըստ էության նպաստենք այդ վերահսկողությանը եւ կարողանանք հաղթած դուրս գալ այս ճգնաժամից։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն։